Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, ձեր ռադիոընթունիչները FM 106 եւ 5 հաճախականության վրա են, կամ դուք մեզ դիտում եք լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներում։ Այսօր 5 շաբթի է, 5 շաբթիները, ինչպես գիտեք, ավանդաբար մեր մոտ թեք 5 շաբթիներն են։ Այս հաղորդումների շարքը մենք պատրաստում ենք առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միության հետ։ Սարգիս Կարապետյանն է տաղավարում, սա իր հեղինակային թեքայր հաղորդումն է, ողջույն։ Ողջույն, Նավիթ ջան։ Ով չի նայել մեր նախորդ թողարկումը, խնդրում եմ ձեզ նայեք, վերադարձեք թվային հարթակներում, մենք ավարտեցինք նախորդ հաղորդումը մի շատ հետաքրքիր հատվածի վրա եւ պայմանավորվեցինք, որ այսօր շարունակելու ենք այդ թեման փորձելու ենք բացենք։ Երկու միտք կա, որը որ ինձ շատ տենց կանգնացրեց, ոնց որ ես ստոպ տվեցի ու սկսեցի մտածել դրա մասին, շարունակեցի նայել հաղորդումը։ Առաջինը, որ AI-ը երևի թե գրերի գյուտին հավասար գյուտ պիտի դառնա, եւ երկրորդը, որ քանի որ հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտը փորձում է դուրս գալ կամ պիտի դուրս գա արտապատվիրման դաշտից եւ պիտի գնա դեպի պրոդուկտ, ինչը նշանակում է, որ հայկական տեխնոլոգիաները մտնում են իմաստների դաշտ։ Առաջարկում եմ փորձենք այս երկու հարցը քննարկենք, սկսենք նրանից, որից կուզեք։ Դե AI-ը որպես գյուտ, որ համեմատում ենք այլ գյուտերի հետ, այդ դեբատը կա հիմա, վերջերս էլ կենտրոնական բանկը այդ Black Swan event-ը, որ կազմակերպել էր Դուբայից, իմ հետ պանելին կային մեծ ներդրումային, տեխնոլոգիական ներդրումային ֆոնդի ղեկավարներ ու համայնքից էլ մարդիկ կային աուդիտորիայում ու շատ հետաքրքիր դեբատ սկսվեց դրա մասին, որ ինչ որ կողմ համեմատում է AI-ը ուղղակի ինտերնետի առաջացման հետ կամ այլ ինովացիաների գյուտերի ի հայտ գալու հետ կամ օրինակ տրակտորների հետ ու ամեն անգամ երբ որ ոնց որ նոր ինովացիա է գալի, որ տնտեսության բոլոր ճյուղեր է մտնում, վախ է առաջանում մարդկանց մոտ գործ կորցնելու։ Այդ ինքնավար մեքենաները կգան բոլոր վարորդներին կվերացնեն, չգիտեմ, այն ժամանակ էլ տրակտորները կգան բոլոր ձիավոր չգիտեմ հողոփորողներին կվերացնեն բան, բայց արի ուտես միշտ ոնց որ եթե հետ ենք նայում, ինչ ա լինում, գալիս է տեխնոլոգիան, ավտոմատացվում է ինչ որ մի հատ ծանր կամ անհետաքրքիր գործ, մարդկանց մոտ ժամանակ է ազատվում ու այսինքն եթե մարդը վարորդ է, այտենց կան սերունդներով վարորդներ, օրինակ ես իմ ամենամոտ ընկերներից մեկը դպրոցական, իր հայրը վարորդ է եղել, ինքը վարորդ է դարձել, պրոֆեսիոնալ վարորդ է, բայց իր երեխեն հաստատ էլ վարորդ չի դառնալու։ Հա, ոնց որ նախ տեխնոլոգիան միանգամից չի գալի, չենք քնում ու զարթնում հաջորդ օրը ամբողջ մեքենաները ինքնավար են կամ հա AI-ը ավտոմատացնում է ինչ որ բան, չենք քնում զարթնում հաջորդ օրը տեսնում։ Ինքը կամաց-կամաց է գալիս ու այդ գալու ընթացքում հնարավորություն է ստեղծում սերնդափոխության, այսինքն ով որ հիմա վարորդ է, դեռ մինչև կյանքի վերջ վարորդի գործ կունենա, կպակասի այդ գործը, բայց հաջորդ սերունդը էլ վարորդ չի դառնա, այսինքն նախ ոնց որ դա այդ process-ը դանդաղ է տեղի ունենում, այդ ադապտացիան դանդաղ է տեղի ունենում, երկրորդը արդեն հաջորդ սերունդը տեսնում է բացվում է անդադ նոր ուղղություններ, հա։ Թե առաջ մենք տիեզերք չէինք գնում, հիմա տիեզերք ենք գնալու, տեղ շատ գործ կանելու։ Թե առաջ ամբողջ օրը մեր բանում, հա, առաջինը ոնց որ ծրագրավորողները սարքեցին գործիք, որը փոխարինում է իրանց, հա, առաջինը իրանք են վտանգի տակ։ Ոնց որ AI-ը ավելի հեշտ կոդ է գրում, քան օրինակ մատուցողի գործն է փոխարինում, հա, կամ ռադիոհաղորդավարի գործը, բայց ծրագրավորողները ուրիշ գործ ունեն անելու, հա, նույն ոնց որ ռոբոտին ծրագրավորել, որը որ մատուցողի գործը կփոխարինի, կամ ծրագրավորել հրթիռ, որը կգնա լուսին հետ կգա, այսինքն միշտ բացվում է նոր գործեր, ու ըստեղ ոնց որ բան կար, որ չի կարելի AI-ը համեմատել նման ինովացիաների հետ, որովհետև նախ շատ արագ է զարգանում, այս ամեն ինչը ակսելերացիա ունի, արագացում ունի, շատ արագ է, այսինքն միջև մարդիկ հասցնեն, հասկանան ինչն է փոխվում կամ միջև սերունդ փոխվի, իրանց գործը կկորցնեն։
ու այդ դեբատը կա, որ ոնց որ AI-ը շատ լուրջ փոփոխություն է, ու այդտեղից էլ գալիս ենք, որ ինչ տենց մեծ լուրջ փոփոխություն է եղել պատմության մեջ, այդ գրերի գյուտն է։ Ամեն դեպքում դեռ իմ համար AI-ը չի մրցում գրերի գյուտի հետ։ Հայտ է ներկայացրել, բայց ժամանակը ցույց կտա։ Կարանք տպագրության հետ համարենք, որ մրցում է, որտեվ դա էլ է, չէ՞, հասարակության կյանքում, այսինքն տպագրության գյուտը այդպես ֆանտաստիկ տեղեկատվության տարածման եւ տեղափոխման հարցում էդ էլ, համարվում է, որտեղ որ մայլստոնային կետ հասարակ մարդկության պատմության ընթացքում էլ կարանք փորձենք համեմատենք, բայց այդքան համեմատելի չի, ինչքան որ օրինակ ինտերնետի ի հայտ գալը, ինտերնետի գյուտը շատ համեմատելի է տպագրության գյուտի հետ, որովհետև տպագրությունն էլ էր մասշտաբավորված ինֆորմացիայի, գիտելիքի տարածմանը վերաբերում, ինտերնետն էլ։ Իսկ հիմա այդ երկուսը իրար հետ են համեմատելի։ Բայց հենց գրել սովորելը, գրերի գյուտը, որ մարդը հասկացա, որ կարելի է գրել, կարելի է համեմատել AI-ի հետ, ինչի, որովհետև փոխվեց բնույթը ինֆորմացիայի հետ աշխատելու։ Առաջ ոնց որ կային իմաստուն մարդիկ, իրանք ունեին խորհուրդներ, պատմում էին, հա, ոնց որ սերնդեսերունդ բարձր սարերում ունեին երկար սպիտակ դիրուքներ եւ տենց։ Այո, հետո գրերի գյուտը եկավ ու ասեց, օքեյ, հիմա կարելի է ինչ որ մեկը գրի ու 1000 տարի հետո ինչ որ մեկը կարդա, պարտադիր չի դու ժամանակակից լինես, որ շփվես իր հետ։ AI-ը մի հատ ուրիշ նոր բան բերեց, որ բացի միջև հիմա ոնց որ բոլոր գործիքները եղած ինֆորմացիան գտնելու, պահելու, տեղափոխելու մասին էին։ AI-ը ունի հնարավորություն ինֆորմացիան ինֆորմացիա ագրեգացնելու։ Իսկ այդ առումով ինքը սկսել է մարդու հետ մրցակցել։ Ճիշտ է, ինքը սովորած ինֆորմացիայի հիման վրա է ագրեգացնում, բայց մենք էլ ենք տենց, հա, դատարկ ուղեղով ծնվում ենք, կյանքի ընթացքում սովորում ենք, հետո սկսում ենք ագրեգացնել նոր բաներ։ Այսինքն ի տարբերություն մնացած բոլոր գործիքների, AI-ը մի քանի բան կարող է անի, հա, ոնց որ դա դու կարող ես իրեն քիչ ինֆորմացիա տալ, ինքը այդ ինֆորմացիան շատացնի, հարստացնի, կարող ես շատ ինֆորմացիա տաս, ինքը քչացնի, կարող ես գիրքը տաս, ասես կարդա ինձ տուր հիմնական կարևոր կետերը, հա, կամ հակառակը, իրան տաս մի քիչ հիմնական բաներ, ասես սրանով սարքի մի հատ մեծ պատմություն հորինի, որը այս ինֆորմացիան փոխանցում է, այս հիմնական մեսեջները ուղարկում է։ Այդ բանը, այսինքն ինքը ուղղակի փնտրել ինֆորմացիա գտնելու ու փոխանակելու մասին չի, ինքը ինֆորմացիա նաև գեներացնելու կամ կրճատելու մասին է։ Այդ առումով ոնց որ նոր ձև է եկել։ Ու նոր ձևեր նաև հասկանալը, որ կարելի է ինֆորմացիան բացի բանավորից նաև գրել ու երկար պահել, տեղափոխել։ Իսկն այդ առումով ինձ թվում է այդքան մեծ ազդեցություն սպասվում է AI-ից, ոնց որ գրերի գյուտից։ Ուրիշ ոչ մի ինովացիա այդքան մեծ ազդեցություն մարդկության որպես ցիվիլիզացիա մարդկության վրա չի ունեցել։ Ու ոնց որ գրերի գյուտի ժամանակ այն ցիվիլիզացիաները, նույնիսկ ազգերը չեմ ասում, այն ցիվիլիզացիաները, ովքեր որ արագ դրան տիրապետեցին, դրանք էլ այդ ժամանակ ամենաթռիչքային զարգացումը ունեցան։ Այ հասանք այնտեղ, ինչի մասին ուզում ենք խոսենք։ Տես գրերի մասով մենք այն եզակի ժողովուրդներից ենք մոլորակի վրա, ով ունի սեփական գրերը։ Ու որ մի մասը գրում է կիրիլիկ տառերով, մի մասը գրում է լատինատառ, հա, մենք ոնց որ տենց առանձին ենք, մենք որոշել ենք, որ մենք իրար հետ կոմունիկացվելու ենք մեր ուրույն ճանապարհով։ Արդյոք մենք կարանք, եթե անալոգիային հավատանք, կարանք հույս ունենանք, որ ստեղ էլ մենք մեր ասելիքը ունենալու ենք։ Մենք այդտեղ, չգիտեմ, հույս ունենք թե չէ, բայց ունենք նպատակ, հա։ Դա բնականաբար, եթե մարդը նպատակ ունի, նաև հույս ունի, որ նպատակ է դնում։ Տեսեք, ոնց որ Հայկը մեր ազգի հիմնադիրը ինովացիայով հարց լուծեց։
հետո ինչ որ դարեր հետո Մաշտոցը ինովացիայով հարց լուծեց, այսինքն այդ որ մենք հիմա ասում ենք, որ դե մենք առանձին կոմունիկացիայի մեր մեխանիզմը ունենք, դա այն վաղ ինովացիա էր ու Մաշտոցը համակարգաբան մաթեմատիկոս էր ավելի շատ, քան լեզվաբան, հա, ոնց որ ինքը համակարգեց լեզու սարքելը համակարգման գործ է ու ոնց որ այդ ինձ թվում է հիմա մենք ունենք այդ պոտենցիալը ունենալու ոնց որ տեղել մերը ունենալու բայց ոնց որ կանենք թե չէ այդ հələ հարց է բայց ունենք այդ պոտենցիալը եթե մենք այդ որ ասում ենք տեղափոխվում ենք իմաստների դաշտ չէ այդ տեղը այսինքն դու ով ես ինչ միսիայով ես եկել ես աշխարհ ինչ կարաս տասես աշխարհին այդտեղ նպատակները տեղից են գալիս էլի դες հասարակության լայն շերտերում միշտ ընկալում կա որ IT համայնքի ժողովուրդը իրանք այնքան էլ կպած չեն նրան ինչի մասին որ դու հիմա խոսում ես որտեվ մեծ հաշվով իրանց հացը աշխարհագրական դիրքի հետ կապ չունի այսինքն մենք տեսնում ենք չէ այդ մարդկանց որոնք որ նստած են սրճարաններում հայեր ոչ հայեր հա ու տպավորություն կա որ այս մարդիկ ես չեմ ուզում բառի վիրավորական իմաստը կիրառեմ հայրենիք չունեցող մարդիկ են նոթբուք ունեն որտեղ գնում են այդտեղ էլ իրանց տունն է եւ իրանց նորմալ է այսինքն իրանք ոնց որ կախված չեն տնտեսական կապերով ինչ որ աշխարհագրության հետ չէ տենց ընկալում կա բայց դու հիմա ոնց որ հարցին ուրիշ կողմից ես մոտենում այդ ընկալումը ընդհանուր համայնքում կա ըստ քեզ ցավոք ոչ բայց ԱՏԶՄ-ն ունի այդ պարտավորությունը ու նաև ոնց որ այս թեքինգ շապտին սկսել ենք նաև որ կշփվենք նման հարցերը առաջ քաշելու կոմունիկացնելու այս տարվա դիջիտեկը ամբողջը դրա մասին էր այսինքն մենք կլինենք մեր պապերի արժանի ժառանգորդը ու մեր ապագա սերունդների համար արժանի հետնորդ ոնց որ եթե մենք հասկանում ենք, որ մենք հայկի ժառանգն ենք, մենք Մաշտոցի ժառանգն ենք, ու էլի ունենք հերոսներ, բայց այս երկուսը այս հարցում շատ լուրջ հարց են բան են արել, ու ոնց որ ասում ենք, օքեյ, բա մեր սերունդը ինչ պետք է անի։ Այդտեղ ու դա IT համայնքը ինչի շատ կապված չի այս թեմաների հետ, ավելի շուտ մեծ ինչ որ շոշափելի հատվածը, որտեվ հիմնականում outsource-ով է զբաղվել։ Outsource-ն էլ ինչ է, այդ դաշտում ոնց որ Իլոն Մասկը ասում է գնում ենք Մարս կոլոնիզացնենք, որպեսզի դառնանք մուլտիպլանետար ու հավանականությունը մեծացնենք մարդկության գոյության, հարատևության եւ այլն, այնտեղ որոշվում է, որ պետքա սա անել, այդ որոշումից բխում է, որ մի հատ sense պետքա ծրագիր գրել, որ այս հրթիռի մեջի այս մի կտորն է անում, հետո ասում են դե դա էժան անելու համար Ամերիկայում թանկ է, եկեք հələ տենենք ուրիշ որտեղ, ուղարկենք Հնդկաստան, Հայաստան, հա թող գրեն տան։ Այդ երբ որ դու այդպիսի պատվեր ես ստանում, դու ազդեցություն մեծ չունես, հա, այդ իմաստների դաշտում խի ենք դա անում, ում համար ենք սա անում։ Այդ հա իհարկե ոչ բոլոր outsource անողներն են այդ ձևով։ Դե հասկանալի է, մենք բիզնես մոդելն ենք քննարկում։ Հա, բիզնես մոդելը այդպեսինն է, հա, այսինքն բիզնես մոդելը այդպեսինն է, այդ ժամանակ այդքան կարիք չկա այդ հարցը տալու։ Ու մյուսը, երբ որ մենք պատրաստում ենք սովորած կրթություն ենք տալիս, չէ՞, միշտ այս բանը եղել է արմատի ստեղծման առաջի օրվանից, այդ խնդիրը դրված է եղել։ Հիմա հարցը թե ինչքան էֆեկտիվ ենք մենք դա կարողանում լուծենք, քանի տոկոսի վրա ենք կարողանում ազդենք, բայց այդ հարցը դրված է եղել, մենք պատրաստում ենք ինժեներ, թե ճարտարագետ։ Դա մենք պատրաստում ենք ինժեներ կամ engineer ոչ թե ճարտարագետ կամ գիտարվեստաբան կամ գիտարվեստագետ, հա։ Այ ոնց որ engineer-ին ասում ենք լավ սովորի, որ լավ աշխատավարձ ստանաս։ Այո։ Այնա դրսում լավ կան հարուստ ձյաձյաներ, փող միշտ քեզ իրանք կմտածեն ինչա պետք է աշխարհում անել։ Քեզ կուղարկեն պատվերներ, դու էլ կանես հացի փողոտ կվաստակես։ Մի օր էս մարդը ասում է, լսի, այս Հայաստանում լիքը խնդիրներ կա, չգիտեմ, պատերազմի ռիսկ կա, այս կային կա, հա, ես կարամ գնամ, ես այդպես շատ լավ ինժեներ եմ դառել, իսկ ինժեներինգը սահմաններ չի ճանաչում, ստեղել է ինժեներ Ամերիկայում էլ, Դանիայում էլ։ Ասում եմ կանգնի տեսնեմ որտեղ կա ավելի լավ վիճակ,
գնամ այնտեղ, որովհետև իմաստը որն է ստեղ լինելու։ Բայց երբ որ դու պատրաստում ես ճարտարագետ ու իրան ասում ես նայ դու այս ամեն ինչը սովորում ես, որ քո երկրի խնդիրները լուծես, որտեղ որ դու ապրում ես, այդտեղ ավելի լավ տեղ սարքես։ Այս սովորում ես, որ աշխարհի համար լուրջ հարցեր լուծես, ամեն ինչ փոխվում է։ Արդեն ինքը դառնում է Հայկի ու Մաշտոցի ժառանգը, իմանում է այդ որտեղից է գալիս ու արդեն ինքը տեսնում է, օրինակ չունեմ Արմատի երեխեքը, որ այս վերջում գնացին առաջ տեղ գրավեցին ռոբոտիկայի համաշխարհային մրցույթներից մեկում, որտեղից է միտքը եկել, ասում է դե մեր գյուղում եղել է գազի արտահոսք, մենք է որոշել ենք մի հատ ռոբոտ սարքենք, որ գազի արտահոսքը կանգնացնում է։ Իսկ այս երեխեքը չեն սպասել Երևանից իրանց պատվերը լինի, Ամերիկայից իրանց պատվերը լինի, իրենք իրանց գիտելիքը հələ մի բան են կիսատ գիտելիքը հələ նոր են սովորում, երկու փոքր բան են հասկանում, հələ այդքան էլ լավ չեն հասկանում դրա տակի ֆիզիկան եւ այլն, բայց արդեն ոնց որ իրանք այդ ակնհայտ է, չէ՞, այդ երեխեքը, հետո կազմակերպեցին Գազպրոմի ամենաբարձր մակարդակով ինժեներներով։ Ես վիդեոն սիրելի ռադիոլսողներ ԱՏԶՄ-ի էջերում կա, եթե հետևեք, ֆանտաստիկ զրույց է, երկու սերնդի միջև իրականում շատ տենց ծանրակշիռ, շատ լավ զրույց է, գտեք նայեք ամեն բան։ Այդ երեխեքը արդեն իմաստների դաշտում են։ Սրա մասին է խոսքը։ Հիմա եւ դժբախտաբար եւ բարեբախտաբար Հայաստանը գնալով դառնում է ավելի վատ աուտսորսի հենարան, որովհետեւ աշխատավարձները գնալով բարձրացել է, դրամը արժևորվել է, հիմա մեր միության անդամների ահագին մաս լուրջ խնդիրներ ունեն պատվերներ բերելու, ընդհանրապես աշխարհում աուտսորսով զբաղվողները պատվերներ վերցնելու խնդիրներ ունեն։ Դա բերում է նրան, որ աուտսորսը միշտ փնտրում է ավելի էժան տեղ, հա, հիմա Ղազախստանը աճող երկիր է, բնակչությունը անդադ զարգանում է, այնտեղ ավելի շատ աշխատուժ է երիտասարդ լինում, կգնան այնտեղ դասընթացներ կանեն, այնտեղ այդ էժան աշխատուժը կփնտրեն։ Այդ գնալու է, ինչքան էլ մենք ստեղ հարկային արտոնություններ անենք, ինչ անենք, ոնց անենք, ժամանակավոր կմեղմենք։ Դա պետք է արվի, այսինքն պետք է մասսայական ծրագրեր արվի, որպեսզի օգնենք այդ բիզնեսները ուղղակի չփակվեն, բայց նաև պետք է ծրագրեր արվի, որ իրենք կամանց տեղափոխվեն ավելի պրոդուկտ արտադրող դառնան։ Իսկ պրոդուկտ արտադրող մարդը այդ արդեն ոնց որ իմաստների դաշտում կռվող մարդ է ու արդեն այդտեղ գալիս ենք էլի կրթությանը։ Այս post-ChatGPT աշխարհում Étienne Delacroix-ը եւ Վահագը Պողոսյան Instigate-ի հիմնադիր Digitech-ում երկու անգամ շատ հետաքրքիր այդ Digitech AM-ում կա, խորհուրդ եմ տալի բոլորին տեսնել, լսել, թե ինչ պետք է այս դարում սովորել։ Ու հիմնական բանը այդ դասական դպրոցի եւ իրական դպրոցի միավորումն է, այսինքն նորից կարիք է առաջանում մարդկանց, ովքեր մուլտիդիսցիպլինար են, ոնց որ սովորում են փիլիսոփայություն, քաղաքական աստվածաբանություն, գրականություն եւ այլն եւ ճարտարագիտություն։ Ու իրանք են, որ կարողանում են այդ դաշտում կռվեն, հոգեբանություն, օրինակ բանը այդ consumer product, այսինքն վերջնական հաճախորդին, ոչ թե B2B, մեր մոտ նաև շատ է, այսինքն outsource-ը դա հիմնականում B2B է, վերջնական հաճախորդին։ Դրա համար մեր մոտ քիչ են մարդիկ, ովքեր գիտելիք ունեն, ինչպես սովորական մարդու համար խնդիր լուծել, պրոդուկտ սարքել, օրինակ այդ առումով հիմա List.am-ն է շատ հետաքրքիր Սուրենը Մարկոսյան վերադարձել է Հայաստան շուտով, բայց Digitech-ում շատ հետաքրքիր խոսակցություն ունեցավ գովազդային ու կիսակատակային անունը ինչպես դառնալ միլիարդատեր, այդ էլ խորհուրդ եմ տալի նայել, բայց հիմնական իր բանը նրա մասին էր, թե ոնց որ այդ ճանապարհը, ոնց որ միլիարդատեր դառնալու ճանապարհը դա ֆանտաստիկ պրոյեկտ է List.am, դա հնության մի քանի տարի է նախ ինքը կա ու կարծես թե անմրցելի է, բայց ոգևորում եմ իր բոլոր մրցակիցներին աշխատել, այլ ավելի լավը դառնալ, բայց ոնց որ տենց
Դե իրականում Սուրենին մեր համայնքում են լիստայով ճանաչում Սուրենը 2 հատ $1 միլիարդ մոտ եւ անցած ընկերություն է ստեղծել Սիլիկոնյան հովտում եւ վաճառել եւ ներդրում անում հիմա լիստայի մեջ ու շատ լավ հասկանում է այդ մարդկանց համար խնդիր լուծելու բանը ու շատ հետաքրքիր կադրեր ա բերել Amazon-ից եւ այլն ու այս ինչի եմ ասում որ իր հիմնական մեխը նրա մասին էր որ պետքա ընկերություններ սարքել առաքելությունից ելնելով mission driven ընկերություններ այսինքն առաքելությանը ծառայելով է կառուցվում $1 միլիարդ արժողությամբ ընկերություն ու նաև այդ B2C-ին դա մասսայական է ու այդտեղ է հնարավոր այդպիսի մեծ արդյունքներ գրանցել այնպես որ էլի գալիս է առաքելությանը ծառայելը դա իմաստների դաշտում է ուղղակի փող վաստակելը outsource-ով էլի նորից ասում եմ ոնց որ outsource-ում էլ կան ընկերություններ մարդիկ ովքեր որ ունեն առաքելություն լավ սերվիսներ մատուցել լավ խորանում են իրանց հաճախորդները ովքեր են ինչ պրոդուկտի վրա են աշխատում ունեն սկզբունքներ ինչ տեսակի հարցերի վրա են իրանք աշխատում բայց այնուամենայնիվ ոնց որ տեղափոխվել դեպի վերջնական օգտատիրոջ դաշտ դա պահանջում է ավելի լայն կրթություն եւ ուրիշ մտածելակերպ նամանավանդ որ հայկական մի քանի ընկերություն կա ում որ դա հաջողվել է այսինքն մենք չենք խոսում ինչ-որ մի բանի մասին, որը տենց շատ նոր է։ Մի քանի տարի, արդեն երևի մի տասնամյակի չափ կան այդ ընկերությունները, իրանք գոյություն ունեն, հնարավոր է նայել իրանց անցած ճանապարհը, տեսնել թե իրանք որտեղից են սկսել, ուր են հասել եւ հիմա ուր են գնում։ Եթե չեմ սխալվում, հենց Հովհաննես Ավոյանը ուներ outsource-ային ընկերություն, միջև Pixart-ը եւ outsource-ով չէր բավարարվում, անընդհատ նոր պրոդուկտներ էր փորձում էր շուկայում հանում ու Pixart-ը արդեն հայտնի դարձավ ու առաջի Հայաստան հայկական միայն եղջյուրը, այո։ Ու նաև Հովհաննես Ավոյանը ԱՏԶՄ հիմնադիրներից է ու երկար տարիների նախագահ, այսինքն այդ ժամանակ երբ որ դեռ Pixart-ը Pixart չէր մարդիկ կային Ավոյանի պես, ովքեր որ հասկանում էին կարևորությունը միությունների, դերը երկրի կյանքում, կոնսոլիդացիա, իմաստների դաշտում կռվել, այդ մեզ այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, բայց մի հարց էլ կա, որ կուզեի քննարկենք իրար հետ։ Միության քաղաքականությունը սփյուռքահայ ճարտարագետների վերաբերյալ ինչպեսին է, այսինքն այդ ընկերությունները, որոնք սփյուռքում են, կարան դառնան ԱՏԾՄ-ի անդամ։ Ոնց եք դրան վերաբերվում, ոնց եք օգտագործում փոխադարձ ռեսուրսները, էլի։ Իրականում բան կա, սկզբունք որպես այդպիսին մեր կանոնադրությամբ խանգարող ոչինչ չկա, որևէ ընկերություն, որը կիսում է մեր առաքելությունը, որը զարգացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը, իսկ հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը դա միայն Հայաստանում չի։ Անցած անգամ խոսում էինք տեխնոլոգիական սուվերենության մասին, որ ինքը համակարգ է, որը որ տեխնոլոգիաները ամենուր են, տարածվում են տարբեր ազդեցության գոտիներ ունեն, ինձ թվում է նաև մենք խնդիր ունենք ընդհանրապես Սփյուռքին ներգրավելու, Սփյուռքի իմաստությունը օգտագործելու, ուժը օգտագործելու, երկիրը զարգացնելու համար ու կարծում եմ տեխնոլոգիական համայնքը այն քիչ համայնքներից է, որ դա ամենաշատն է օգտագործում, բայց հիմա մենք գնում ենք ավելի ինստիտուցիոնալ, ակտիվ Սփյուռքից անդամներ ներգրավելու ճանապարհ ենք բռնում, որպեսզի ավելի էֆեկտիվ, ավելի մեծ ձևով այդ կարողանանք անենք։ Դրա մի հատ լավ գործիք Digitech-ն է, այս տարի տեսակ Սփյուռքից ինչ մեծ ներկայություն կար, ինչ մակարդակի մարդկանց ներգրավվածություն կար, մարդիկ ովքեր չէին էլ սպասում, որ Հայաստանում սենց լուրջ բաներ է տեղի ունենում, այնպես որ կարևոր է, մի քիչ այդտեղ բան կա, այն Facebook-ային քննարկումներում այդ դեբատը կա, չէ, որ
դու սփյուռքում ես ապրում, ինչ գործ ունես այս երկրի քաղաքականության հետ կամ չգիտեմ, ինչը ինչպես է արվում այս երկրում, ինձ թվում է տեխնոլոգիաները այն տեղն է, որ ապաքաղաքական է, ու մարդկանց մղումներն էլ ճիշտ են, այսինքն եթե սփյուռքը ներգրավում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգին, այդ նշանակում է ինքը եւ ունի հոգատարություն այս ամեն ինչի նկատմամբ եւ նաեւ բիզնես շահ վաղը մյուս օր Հայաստանում գործունեություն ծավալելու։ Հենց որ փորձեր կան արդեն ավելի բան մշտական անդամակցության ոչ թե միջոցառումներին մասնակցության։ Նախորդ 2 տարվա ընթացքում մոտ մի տասնյակի չափ ունենք ընկերություններ, որոնք որ Հայաստանում լուրջ ներկայություն չունեն, միգուցե մի հոգի ֆրիլանս ունեն կամ եւ այլն, որոնք որ կամ պլանավորում են դեռ, հիմնադիրները ապրում են Սիլիկոնյան հովտում, ամերիկյան ընկերություններ միանում են ԱՏԶՄ-ին, իմանալով ֆորմատի մասին, իմանալով դիջիտեկի մասին, առաքելության մասին ու բավականին այդ կտորը այդ ուղղությամբ էլի աշխատանք լինելու է, որ իրանք շատ գան, այսինքն պրիորիտետա թե եկող 2-3 տարվա ընթացքում, նախորդ 2-3 տարվա ընթացքում օրգանիկ ա եղել, գալիք 2-3 տարվա ընթացքում ավելի կազմակերպված ու թիրախավորված կլինի։ Իրանք ավելի շատ տալիս են, թե ստանում են, ոնց է կարծում ես համագործակցությունից։ Այդ շատ դժվար է չափել, կախված թե մարդը ինչն է համարում ստանալ։ Ունենք ընկերություններ, որոնք որ միայն տալու բանով են գալիս, ունենք ընկերություններ եւ տալ եւ վերցնելու, քանի որ մենք զբաղվում ենք լայն խնդիրներով, որ ուղիղ մի ընկերության խնդիր չի, այլ ընդհանրապես էկոհամակարգի խնդիր է, բոլորի համար է լավ, եթե ստացվում է խնդիրը լուծել, բոլորը շահում են, այո, բայց առաջի этаպում ավելի շատ տալիս են, ու մեկ էլ մենք չենք նայում միության անդամ թե չանդամ, այսինքն այս գործը որ արվում է բոլորի համար, միության անդամները ուղղակի ակտիվ աջակիցներն են այդ առաքելության, բայց շահում են բոլորը, անկախ նրանից իրենք աջակցում են այդ առաքելությանը թե չէ։ Եվ մեծ հաշվով շահում են այն մարդիկ, որոնք որ բարձր տեխնոլոգիական ոլորտի հետ կապել չունեն։ Այսինքն եթե միությունը հաջողում է, դրանից շահում է հասարակությունը, պետությունը։ Դե մեր տեսլականը Հայաստանը դարձնել տեխնոլոգիական կենտրոն, որից հետո շատ կարևոր է, որը ստեղծում է առավելագույն արժեք Հայաստանի, հայ ժողովրդի, աշխարհի ու տիեզերքի համար համապատասխան հերթականությամբ։ Մենք սրանով ավարտում ենք այսօրվա թողարկումը, հաջորդ թողարկմանը խնդրելու ենք, որ Սարգիսը այդ բոլոր կետերը, որ ինքը ջանասիրաբար հերթականությամբ թվեց մեզ բացատրի դա ոնց է տեղի ունենալու եւ ոնց է ինքը դա տեսնում, շարունակեք լսել, թե 5 շաբթի այսօր գործարար ալիքի եթերում Սարգիս Կարապետյանն էր խոսափողի մոտ, սա իր հեղինակային թեքայր հաղորդաշարն է, Դավիթ Խումարյանն էր երկրորդ խոսափողի մոտ։ Ես վարում եմ այս հաղորդումը, օգնում եմ Սարգիսին հարցեր տալով կամ խանգարում եմ, հələ այդ ընթացքում էլ կերևա։ Մի փոխեք ռադիոընթունիչի ալիքը կհանդիպենք։